Շեքսպիրը ասում էր վատը լավ է, լավը վատ։ Իսկ մենք առաջնորդվում ենք հենց այս հրաշալի գաղափարախոսությամբ, ես գոնե, եւ Շեքսպիրի բառերը կրկին կենթանանում են թատրոնի բեմում, այս անգամ նոր հնչողությամբ ու նոր հայացքով։ Նոյեմբերի 15-ին եւ 16-ին Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում ներկայացման պրեմիերա է Շեքսպերիմենտ, որը միավորում է դասական պոեզիան եւ ժամանակակից թատրոնը։ Սա պատմություն է սիրո, գայթակղության, հավատարմության ու կորստի մասին։ Այս ներկայացումը ոչ միայն վերաիմաստավորում է Շեքսպիրի սոնետների, այլ նաեւ բացահայտում է մերօրյա մարդու ներաշխարհի խոցելի ու ազնիվ անկյունները։ Սպասված առաջնախաղից առաջ հետաքրքիր զրույց կունենանք մեր շատ սիրելի հյուրերի հետ։ Այո, տաղավարում են Շեքսպերիմենտ ներկայացման բեմադրիչ Էլմիրա Սոլոյանը, բարի առավոտ Էլմիրա, բարի լույս։ Բեմանկարիչ Արեգ Միրիջանյանը, բարի լույս Արեգ, եւ իհարկե դերասանուհի Լիլիա Մուկուչյանը։ Բարի լույս Լիլիա, ինչպես եք, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ինչպես է սկսել առավոտը։ Առավոտը սկսվել է սուրճով, ինչպես միշտ, եւ այս դեպքում արդեն ոչ թե փորձասենյակում, այլ այս հրաշալի տաղավարում ձեզ հետ։ Շնորհակալություն, մենք կադրից այն կողմ իհարկե տեսանք, վստահ ենք դուք էլ այս գեղեցիկ աշնանային երանգները տեսնում եք, բայց հարցը այո հղել ենք եւ նրանք չեն պայմանավորվել, պարզապես տեսնում եք ինտուիտիվ ինչ թիմ է, միասին նույն են տեսել, այսպեսի հետաքրքիր կերպով էլ երևի թե գանք գաղափարից։ Ինչպես առաջացավ ներկայացման գաղափարը, հետաքրքիր ներկայացում է սպասվում Շեքսպերիմենտ։ Ներկայացման գաղափարն առաջացավ ինձ մոտ ինչքան էլ տարօրինակ հնչի Պետրարկայի սոնետներից, հետո նոր անցա Շեքսպիրի սոնետները բեմադրելու մտահղացմանը։ Գիտեք, երբ որ ուզում ես ներկայացնել գործ, որ գրված է, գործերը գրված են 15-16-րդ դարում եւ այսօր մինչեւ ակտուալ է, զգացմունքները, էմոցիաները, մարդկային ոչ մի բան չի փոխվել աշխարհում, իհարկե մենք անընդհատ առաջ են գնում, ժամանակակից աշխարհն այլ կերպ է մտածում, բայց միևնույն է մարդը նույն կերպ է սիրում, նույն կերպ հիասթափվում, նույն էմոցիաներն ու ապրումներն է ունենում եւ շատ հետաքրքիր է այո վերցնել գործ, որը դարեր առաջ է գրվել եւ ներկայացնել այսօր 2025 թիվ մեր օրեր եւ սոնետները դարձնել արձակ ներկայացման ընթացքում գուցե չպատկերացնես որ դրանք սոնետներ են որովհետեւ իրենք դրված են դիալոգի մեջ եւ արձակի մեջ այսպես ասած դարձել է պիես Ինչեւ հիմա ակտուալ են սոնետները Շեքսպիրի։ Եվ դրապես Շեքսպիրն է ակտուալ, միշտ մենք ունենք Յագոներ մեր շրջապատում, մենք ունենք բոլորին այս դեպքում, նաև Գերտրուդներ ինչու ոչ։ Բայց այո, հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը այսօրվա արդիական լինելու մասին Շեքսպիրի սոնետների, որովհետև մենք խոսում ենք այդ բանաստեղծական խոսքի, այդ մեծ գրոտեսկային տեքստերի մասին, հետաքրքիր է ինչպիսի նոր լուծումներ եք առաջարկում այս ներկայացման մեջ։ Նախ եւ առաջ Շեքսպիրի սոնետներն ինձ թույլ տվեցին, որ կազմեմ ամբողջական սյուժե ինքս, այսինքն դա մեկ ընդհանուր պատմություն է, որի շուրջ ծավալվում են սոնետները, դե սոնետները շատ են, մենք վերցրել ենք, կարծում եմ 20-ից ավել է, չէ՞, մեզ մոտ, եւ համալրվել դարձել է մեկ ընդհանուր պատմություն, երկու զույգի մասին է, իրենք շատ մտերիմ մարդիկ են, իրար հետ ընկերներ են եւ մեկ սխալի պատճառով հիմնահատակ փլուզվում է տարիներով ստեղծած այդ արժեհամակարգն այդ ընկերների միջև։ Հիմա ուղղակի չեմ ուզում մանրամասնել, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի։ Նկատի ունեմ, որ ես ուղղակի համալրել եմ, սարքել եմ սյուժե եւ այսպես ասած դրել եմ կենցաղի մեջ ամբողջ սոնետները։ Եվ իհարկե կապողքիցը սերը եւ սիրո երանգները։ Զարթոնքից մինչև գայթակղություն, հետո հիասթափություն, դառնություն, քաղցրություն, ամեն բան մի խոսքով համեմված է այնպես ինչպես որ Շեքսպիրն է գրել։ Այո, պահպանված է նրա։ Պահպանված են։ Ահա։ Պիտի կարդացել է։ Արման։ Մենք ասում ենք ավարտելուց կարող ես չկարդալ, դե լավ սոնետները։ Այնքան կան։ Բայց մենք խոսում ենք էքսպերիմենտի մասին, իհարկե Շեքսպիրյան փորձերով, եւ եթե ասում ենք էքսպերիմենտ, պատկերացնում ենք փորձ, որպես այդպեսին։ Հիմա այս դեպքում հարց է առաջանում փորձ ում հետ հանդիսատեսի, դերասանի, ինքներդ ձեր նկատմամբ մարտահրավեր, ինչպիսի էքսպերիմենտ եք դուք ձեր առաջ մարտահրավեր որպես նետել։
Սա կարող է նաև պատասխանել Արեգը որպես բեմանկարիչ, որտեղ Արեգ, սա ոչ միայն դասական սովորական պիես է, որտեղ որ ռեժիսորն աշխատում է բեմանկարչի հետ եւ պատկերացնում թե ինչպիսի բեմ է այստեղ, այլ սոնետներ, այո, որը որ դարձել է։ Ասեմ այդ տեսանկյունից իրոք բարդություններ եւ դժվարություններ կան, որովհետեւ շատ ճիշտ նկատեցիք, դասական դրամատուրգիական կառուցվածքը լրիվ ուրիշ աշխատանք է պահանջում, եւ բայց երբ որ գործ ունես պոետական մտքի հետ, իհարկե այնտեղ ֆանտազիան եւ զգացողությունը շատ մեծ է եւ դու փորձում ես այդ դաշտի մեջ զգացողական դաշտի մեջ գտնել ծավալային լուծումներ եւ դա շատ բարդ է վերածել ծավալի եւ տարածության։ Այս դեպքում կարող եմ ասել, որ ինձ համար էլ շատ հետաքրքիր աշխատանք էր նախ Շեքսպիրյան սոնետները տեսնել կոնկրետ հստակ ինչ-որ սյուժետային գծի մեջ եւ այդ սյուժետային գծի շուրջ կառուցել բեմական տարածք։ Իհարկե փորձել եմ մաքսիմալ լինել լակոնիկ, չխանգարել, այլ ընդհակառակը կարողանալ նպաստել միջավայրի ստեղծմանը։ Դա է հիմնական խնդիրը եղել։ Շեքսպիրը գայթակղության, կրքերի, սիրո, այս խառը տատանումների մասին է, Լիլի հետաքրքիր է ձեր հերոսուհին ինչպես այս ամենը ամփոփում իր մեջ եւ ինչպեսի առանցք է, ինչ ասելիք ունի այս ձեր ստեղծած կերպարը, որը բխում է սոնետներից։ Մինչ ձեր հարցին պատասխանելը, ձեր թույլտվությամբ կուզենայի ասել, որ մեր թատրոնում շատ կարևոր, շատ ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ Այո, բոլորը շատ երկար տարիներ սպասում էինք, վերանորոգվում է մեր հանդիսասրահը, մեր աթոռները բոլորը ամբողջությամբ փոխվում են եւ կարելի է ասել, որ այս տարին մեր մոտ Շեքսպիրյան տարի է։ Քանի որ դեկտեմբեր ամսին մենք կունենանք շատ մեծ առաջնախաղ Շեքսպիրի Համլետը ներկայացման Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ, ինչպես նաև Կուպրինի Փոսը ստեղծագործությունը Գոր Մարգարյանի բեմադրությամբ շատ սպասում ենք։ Ես միշտ մտածում եի, տեսնես երբ կհանդիպեմ Կուպրինի Յամային։ Այո, հիմա կհանդիպեք, շատ շուտով կհանդիպեք։ Վերադառնամ ձեր հարցին, որպես այդպեսին ես չեմ կարող ասել, որ մենք խաղում ենք եւ հանդիսատեսի դատեն ենք ներկայացում ամենաուղիղ իմաստով, ամենաընդունված դասական իմաստով։ Սա ավելի շատ պերֆորմանսի նման ինչ-որ էտյուդներ են, որոնք որ ունեն դիալոգներ, որոնք որ ռեժիսորի կողմից մտածված է սյուժետային հետաքրքիր լինիա, այնպես չեն, որ պատահականության սկզբունքով ընտրված ինչ-որ սոնետներ են իրար միացված, ոչ, այնպես են հավաքված, ինչից է ամեն ինչ սկսվում, հասնում է կուլմինացիոն կետին, ինչով է այս ամենը ավարտվում, այսինքն կա սյուժետ։ Իմ կերպարը որպես այդպեսին չեմ կարող ասել, որ ես ինչ-որ դեր եմ խաղում։ Սա կնոջ հավաքական կերպար է ավելի շատ, որը որ դավաճանված կնոջ։ Երբեք ինձ հետաքրքիր չեն եղել նման կերպարները։ Երբեք չեմ ուզեցել այսքան միատոն գծով կերպար խաղալ, բայց կուզենայի անկեղծ լինել եւ բացել գաղտնիքը։ Ես մեկ անգամ չկարողացա մասնակցել Էլմիրայի հարաբերությունների բեմադրությանը եւ ես նրան շատ պարտքեի։ Այս առաջարկը ես իհարկե չէի կարող չհամաձայնվել եւ առաջարկը շատ հետաքրքիր էր։ Նա սկսեց այսպես. ռոք ոչի մեջ ուզում եմ Շեքսպիրի սոնետները բեմադրենք։ Երբ որ ասում են ռոք երաժշտական ոչի մեջ, կարծում եմ դա ինձ գայթակղելու ամենահեշտ ճանապարհն է, այո։ Ահա, իմացել եք։ Ես վստահ եմ, որ դուք ձեզ հետ միասին այս շերտերը բերել եք արդեն, բացարձակ միաշերտություն չեմ պատկերացնում, որ կլինի, եթե խաղում եք դուք, Լիլիա։ Եվ վերջում որպես ամփոփում, շատ հետաքրքիր է, թե Շեքսպիրը պատկերացնենք, որ նույն Շեքսպիրն է, բայց ողջ է եւ ժամանակակից հեղինակ է ու ներկա է ձեր ներկայացմանը։ Ինչ կզգար եւ կմտածեր Շեքսպիրը ներկայացումը դիտելուց հետո։ Ինչ կզգար Շեքսպիրը։ Վիլյամը, այո։ Նույն ինքը, այո, Շեքսպիր։ Կասեր։ Բրավո։ Չէ, չհոխորտամ, չգիտեմ ինչ կասեր իսկապես։ Ամեն դեպքում Հուսով եմ գոնե չէր հիասթափվի։ Շնորհակալություն։ Դեպ իսկապես պետք է անպայման գնալ թատրոն, հատկապես Կոստանդին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, որտեղ միջավայրն է նոր, փաստորեն Լիլիան նշեց, որ նաև նոր միջավայր է արդեն աթոռների հանդիսասրահի տեսքով, այնպես որ պետք է գնալ նախ վայելել տրամադրություն միջավայրը, այնուհետև ներկայացնել
ներկայացումը բեմում եւ փաստորեն Շեքսպիրի փոքր բեմը փաստորեն սպասում է հետաքրքիր ընկալման, բայց հետաքրքիր է նաեւ փոքր բեմի ֆենոմենը։ Այ Լիլիա, դուք որպես դերասանուհի, ինչպես եք տարանջատում զգացական առումով փոքր եւ մեծ բեմերը նույն թատրոնում իհարկե, բայց ներկայացումը ընկալելու մասով։ Փոքր բեմում շատ պատասխանատու եւ շատ վտանգավոր է եւ շատ հետաքրքիր է խաղալ։ Այնտեղ խփել հնարավոր չէ։ Որովհետեւ հանդիսատեսը շատ մոտ է նստած։ Հնարավոր չի խփել, հնարավոր չի անկեղծ չլինել։ Անմիջապես նկատում են, անմիջապես փոխանցվում է։ Ինչպես նաեւ հանդիսատեսից փոխանցվում է իրենց հետ բերած այդ օրվա տրամադրությունը, իրենց էներգետիկան եւ ներկայացումը ամեն անգամ կարող է ուրիշ լինել։ Դա շատ հետաքրքիր է։ Մեծ բեմը ունի իր կանոնները, այնտեղ ավելի կարծես թե ապահով անջատես, ավելի ապահով լինել։ Այնտեղ Ստանիսլավսկու 4-րդ պատը աշխատում է այսօր։ Փաստորեն, չգիտեմ Շեքսպիրի ինչ կասեր, բայց եթե Ստանիսլավսկին լիներ հանդիսատես, կասեր վերյու։ Ձեզ լավ օրենք մաղթում, լավ առաջնախաղ, լավ ներկայացում, սիրով անպայման կփորձենք ներկա լինենք։ Ժամը եւ օրը։ Նոյեմբերի 15-16-ին ժամը 19:00 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն փոքր բեմ։ Գնալիս անպայման անջատած մտեք հեռախոսները թատրոն սիրելի հեռուստադիտողներ, այս դեպքում նաև հանդիսատես փորձեք աջակցել, այլ ոչ խանգարել արտիստներին բեմում։ Շնորհակալություն ևս մեկ անգամ, այս պահին մեզ մոտ կարճատև դադար է սիրելի հեռուստադիտողներ, որից դուք շնորհակալ եք։